Այսօրվա կադրերը մեր հերթական ամոթն էին, որովհետև անզեն աչքով անգամ առանց դիվանագիտական հնարքների տիրապետելու պարզ էր, որ այդտեղ ոչ թե հավասարի հետ հանդիպում էր տեղի ունենում, այլ նրան տրվում էին հանձնարարություններ, որոնք նա ոչ միայն չէր քննարկում, այլ նույն վայրկյանին համաձայնվում էր։ Սկզբից տարածվեցին կադրեր, երբ նա Ալիևի հետ էր, Ալիևի լուրջ եւ ծանր կեցվածքը, Ալիևի, ինչպես ասեմ, զսպվածությունը, Փաշինյանի ոգևորության կողքին խայտառակություն էր։ Հասկանում եք, մենք գտնվում ենք մի փուլում, որտեղ մենք կորցրել ենք ամեն ինչ, գնում ենք կորուստների ճանապարհով, դիվանագիտական մի քանի էտապներ են մնացել, որոնք մտահոգում են թուրքական պետություններին եւ փոխանակ մենք կարողանանք խաղացնել գոնե դրանք եւ ինչ որ ձևով հեղինակություն վայելել նույն 6-րդ գագաթաժողովին, որին գնացել էր մասնակցելու Փաշինյանը, իսկ իմ խորին համոզմամբ նա գնացել էր հենց հանդիպելու Էրդողանին եւ Ալիևին, այլ ոչ թե գագաթաժողովի աշխատանքների համար։